Բարի երեկո, 168 TV եթերում ռևյուն է։ Վաղ ապրիլի 24-ն է լրանում է Մեծ Եղեռնի 111-րդ տարին եւ բնականաբար այս օրին առավել արդիական են դառնում մի շարք հարցեր, թե ի վերջո ինչ ճակատագիր է ունենալու Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետևանքների հաղթահարման հարցը, եթե իհարկե կարելի է խնդիրը այսպես ձևակերպել, այն ինչ նշանակություն ունի ոչ միայն մեր անցյալի, այլև մեր ներկայի ու ապագայի, մեր անվտանգության, մեր գոյության եւ մեր ինքնության համար։ Մենք ասելով բնականաբար հասկանում ենք Հայաստանը եւ հայ ժողովուրդը եւ ինչ վիճակում է ընդհանրապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը Հայաստանի այսօրվա իշխանության ներկայացուցիչների ցեղասպանության հարցը հետին պլան մղելու եւ առերևույթ թուրքական ժխտողականության խոսույթների մեջ ներգրավելու գործողությունների պայմաններում։ Թեմայի շուրջ տաղավարում իմ հյուրը Հայոց ցեղասպանության Թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն է։ Բարև ձեզ, պարոն Դեմոյան։ Շնորհակալ եմ մեր հավերն ընդունելու համար։ Ինչ մեկնաբանություններ, ինչ պատասխաններ եւ գնահատականներ ունեք նշված հարցերի առնչությամբ։ Սկսենք այսպիսի ընդհանրական մոտեցումից։ Այսօր երևի անդրադառնանք հենց ամսաթվով ապրիլի 24-ի նախորդին, ապրիլի 23-ին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք պետք է շատ որոշիչ ողբերգական հետևանքներ բերեին մեր նորագույն պատմության մեջ եւ բառացիորեն մի քանի րոպե առաջ ստուդիա մտնելուց ես նկատեցի Արադ Միրզոյանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող անձի գրառումը, որը հրճվալից ինչ որ ազատության ջահի մասին էր խոսում, ժողովրդին կեցցեկներ էր այսպես բաշխում եւ իրեն հերոսացնում էր անձ, որը թերևս խորհրդանշաններից մեկն է այդ ողբերգության, որովհետև այս անձին անդրադառնալուց պետք է հիշեցնենք իր նախկին ինքնությունները, որը այսօր նա ժխտում է ցեղասպանության նման։ Որտեղ է նա աշխատել։ Առաջինը պետք է անունից պետք է սկսենք, որը պարզը որ Արադ ծնվելուց հետո իր անունը որոշել են ոչ թե Արադ 73-ի պատվին, այլ Լեռան պատվին։ Իսկ իր շեֆը հրահանգել է, որպեսզի Արադ Լեռան կողմ չնայեն եւ մեծադիր նկարը կա Արագած Լեռան, չգիտես ինչի երկու լեռները կնեղան թե ոչ, բայց հակադրությունը շատ հասկանալի է։ Արադ Միրզոյանը հիշեցնեմ իրեն, որ հանդիսացել է Հայոց ցեղասպանության Թանգարան ինստիտուտի ասպիրանտ։ Արադ Միրզոյանը պաշտպանել է տեխնազոական թեզ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայով Միացյալ Նահանգների։ Եվ իթե մոռացել է իր ճակերտավորած դառը անցյալը եւ տրվել է մոռացության հովերին եւ ալիքներին, որը իր մոտ չի ստացվի իհարկե, նաեւ հիշեցնեմ, որ Արադ Միրզոյանը կասկածում է բավական մութ իրադարձությունների մեջ, որի մասին ես բարձրաձայն եմ։ Խոսքը գրքերի, արժեքավոր գրքերի գողության մասին է եւ նա հարցաքնվել է իմ նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Արադ Միրզոյանը փոխանակ ապրիլի 24-ի նախորդին հիշեցներ իր անցյալը, որ նա առնչություն է ունեցել Հայոց ցեղասպանության պատմության, հիշողության, ուսումնասիրության ոլորտի հետ։ Ես իրեն խորհուրդ չէի տա, որ կերկեսի բեմադրությունը համարի կարևոր հայ ժողովրդի եւ հայ հասարակության համար, որովհետեւ շատերը արդեն հասկացել են այն ինչ բեմադրվեց եւ ինչ հետևանքներ ունեցավ։ Սա իմիջիայլոց։ Մենք ունենք կատարելապես այլ իրավիճակ 111-րդ տարելիցի նախաշեմին մենք 2015-ը սկսեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից ընդունվեց նաև համահայկական հռչակագիր։ Իհարկե պետք է հասկանանք, որ այստեղ հուզականությանը տրվելու իրավունք չունենք, մենք պետք է շատ լավ կշռադատենք իրավիճակը, որ այսօր գոյություն ունի միջազգային հարաբերությունում, միջազգային իրավունքում եւ ընդհանրապես մեր շուրջ բոլորը։ Սա այն չէր, ինչ որ ես ասեցի, որը կրկնում են Նիկոլ Փաշինյան եւ Արադ Միրզոյանը, որոնք ուզում են վերադասավորվեն նոր իրողությունների պայմաններում մոռացության եւ զոհերի հիշատակը ծանակելով, զոհերի հիշատակը եւ վերապրողների հիշատակը անարգելով են ուզում ինքնահաստատվել նախ եւ ուղերձներ ձևակերպել դեպի Անկարա եւ Բաքու։ Այն խաղաղությունը, այսպես ասած, հիբրիդային խաղաղություն, ոչ թե հիբրիդային պատերազմը, որ իրանք անընդհատ ուզում են շեշտել, այլ հիբրիդային խաղաղությունը, որ ուզում են փաթաթել այսօր հայ ժողովրդի վզին, ունի իր ակնհայտ բացահայտ եւ թաքուն կողմերը, եւս մեկ ճիգ է անօգուտ եւ անարդյունք հասնել նրան, որ Թուրքիան ինչ պատրվակներով գոնե մի փոքր կբացի, այսպես ասած, դրամ փեղկը
սահմանի կամ միգուցե պատուհանը, որից նրանք կարող են սողոսկել։ Դա չի լինելու, որովհետև Թուրքիան ունի առանձին իր նախապայմանների լեզուն, Ադրբեջանը ունի իր նախապայմանների լեզուն եւ վատակույն տարբերակը Թավշյա խմբի համար դա երկուսը միասին ունեն սինխրոնիզացված նախապայմաններ, որոնք պարբերաբար համալրվելու են եւ թարմացվելու են։ Ինչքան էլ որ չի գործադրեք հրաժարվել Արևմտյան Հայաստան ձևակերպումից, Արարատից, հայոց ցեղասպանության հիշողությունը մարգինալիզացնեք, փորձեք ժխտողական հայտարարություններ անել Զոհերի հիշատակը, Զոհերի քանակը հաշվելու դրվագով կամ հասկանալու թե ինչի նախկինում չէր հիշատակվում, հիմա սկսվեց հիշատակվել եւ այլ եւ այլն։ Այսինքն այս մարգինալիզացման, այս կավեինացումը հայոց ցեղասպանության հիշողության նպատակադրված է, ունի կոնկրետ նպատակ եւ պատվիրատու։ Մենք գործ ունենք այսօր մի իշխանության հետ, որը պատվեր կատարող է։ Այդ թվում նաեւ հայոց ցեղասպանության հիշողությունը ծանակելու մոռացության մատնելու դրվագում։ Դուք նկատի ունեք Թուրքիայի պահանջները հայոց ցեղասպանության հարցում։ Թուրքիան ուներ 3 հիմնական պահանջներ, Արցախից, գիտեք, Արցախը զորքերի դուրսբերումը, ոչ այսօր հայաթափված է Արցախ, այսինքն պայմանը ոչ թե զորքերի դուրսբերում էր եւ այլն, այլ ամբողջ հայաթափվել է հազարամյակներ շարունակ հայկական հայրենիքի, հայոց հայրենիքի կարևոր բնորաններից մեկը։ Ավելի ճիշտ Ղարաբաղի Արցախի հարցի լուծումը Ադրբեջանի ցանկացած տարբերակով, այո, ամենամաքսիմալ տարբերակով, բայց դա Թուրքիային չի գոհացրել, որովհետև նախապայմանների մենյուն բավական մեծ է։ Հիմա հաջորդը տարածքային պահանջներ չունենալ, պարզ է որ որևէ պարագայում չէր կարող դա լինել միջազգային իրավունքի դրվագներով, այս փուլում նկատի ունեմ, եւ երրորդը իհարկե ցեղասպանության հիշողության հրաժարումը, որը կատարում է այսօր իշխանությունները։ Վաղը պետք է սպասենք նաև իհարկե ատոմակայանի դրվագով, վերադարձի դրվագով, դուք հիշեք, որ Թուրքիան մի օր պայման կդնի, որ ադրբեջանցիների վերադարձ պետք է լինի, դա ոչ միայն Իլհամ Ալիևը կասի, այլ նաև Էրդողանի շուրթերով շուտով լսեք։ Եվ դա Թուրքիայի շահերի տեսանկյունից, այսինքն ինչ առաջնահերթություն է, ինչ է տալիս Թուրքիային, հասկանալի է Ադրբեջանի հավակնությունները։ Թուրքիայի շահերի տեսանկյունից սահմանի բացումը առ ոչինչ է, այսինքն Թուրքիայի տնտեսության վրա, քաղաքական իմիջի վրա չկա այդպիսի հրատապ հարց, ինչը չեն ուզում հասկանալ, ասենք կառավարության շենքում նստած մարդիկ։ Այդ ճիկերը ստորանալու, քծնելու, սողոսկելու, այսպես թևերը խաչված, անկյունում քաշված մեծերի խոսակցությանը հետևելու տեսքով դա մեզ է ուղղակի ստորացնում։ Իրենց կերպարի միջոցով մեզ են նսեմացնում եւ ստորացնում։ Թուրքիայի պարագայում այսօր չկա հարց, հրատապարտ հայերի հետ կամ Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու, չկա նաեւ խավոր։ Այ Հարադ Միրզոյանը խավոր է վերջերս սահմանադրական որներ ամերիկյան ժամանակին, բայց հիմա չէ։ Հա, նախագահի խավորն էր։ Հիմա պետք է հասկանամ, եթե չկա խավոր, այդ ինստիտուտը չի գործելու իրենց խաղաղության։ Ինչքան էլ որ գովեն իրենց կրկեսային հեղափոխությունը 2018 թվականին եւ դրա բերած ծանր հետևանքները փորձեն կոծկեն, միևնույն է իրենց հիշեցնելու են, որ ձեզ լուրջ չեն ընդունում։ Դուք ընդամենը գործիք եք կեղտոտ գործարքներ իրականացնելու համար եւ ուրիշի շահերը սպասարկելու համար։ Պարոն Դեման, Նիկոլ Փաշինյանի նախորդ տարվա հայտարարությունից հետո նա մի քանի անգամ է խոսել հայոց ցեղասպանության մասին, բայց նախորդ տարի հունվարի 25-ին Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ այդ հայտարարությունից հետո Լեմկինի անվան հեղինակավոր ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դա գնահատեց որպես թուրքական ժխտողականության խոսույթների մեջ ներգրավում։ Ես հենց այնպես այդ խոսքը չկիրառեցի։ Ես մեջ բերեմ այդ խոսքը, հիշեցնեմ, թե նա ինչ էր ասել այն ժամանակ։ Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է անդրադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել եւ ինչպես ենք մենք դա անցալել ու միջոցով ենք անցալել։ Ոնց է որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ոնց է որ 50 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է, ոնց է եղել եւ մենք պետք է հասկանանք, թե չպետք է հասկանանք։ Հիմա եթե այսպես գնահատական տանք ներկա իշխանությունները, չգիտեմ, իշխանություն ասենք, վարչակազմ ասենք, կառավարություն ասենք, Փաշինյանի վարչախումբ ասենք, նրանց մոտեցումը հայոց ցեղասպանության հարցին, կարող ենք ասել, որ նրանք գնում են ցեղասպանության ուրացման, ժխտման ճանապարհով, թե ավելի այսպես նուրբ են իրենց քաղաքականությունը տան, դուք ինչպես կգնահատեք։ Սա խայտառակ տապալված ռեալպոլիտիկ քաղաքականության իրականացնելու հայտ էր, այսինքն ծայրից ծայր անգրագիտություն
եւ թվային տվյալները, եւ միտքը, եւ լեզվական ձևակերպումը անգրագիտությունը։ Տվյալ դեպքում մեր դպրոցում ասում են օրագիրը դեր 2, ընդ որում Կարմիր թանակով էին դնում 2։ Անգրագիտությունը, որը շատերը փորձեցին այն խոսացող գլուխներ կա, չէ՞, Փաշինյանը մի բան ասում է, միանում են Facebook-ում, քաղաքագետներ բաներ, չէ՞, որ գնում են Բաքու ուզուրպացված բոլոր ոլորտի ներկայացումը, այդ թվում քաղաքասարակության, որը ես քհասարակություն եմ անվանում, իրենք քհասարակություն ուրեմն սպասարկում են, դա սպասարկում են, ինչպես Փաշինյանն է սպասարկում այլ շահել, Փաշինյանին է սպասարկող անձնակազմներ կան, նազիր վեզիրների տեսքով, տարբեր սերերի տղա եւ աղջիկ, մի մասը, ասենք, նստած է խորհրդանում պատգամավորի տեղը իրեն դրել, մի մասը շատ ուժեղ վերլուծաբաններ են ներկայանում, ինչ որ քաղաքական վերլուծություններ են անում, բայց հանրագումարում բոլորը սպասարկուն են, էժան վճարվող, միգուցե լավ վճարվող են, չգիտեմ տվյալները, բայց հաստատ վճարվող են։ Անգրագիտությունը մեկնաբանել իհարկե պատիվ չի բերում որևէ մեկ մարդու, ել չեմ ասում գիտության, ել չեմ ասում ցեղասպանագիտության մեջ։ Փաշինյանը փորձում է պատուհաններ բացել, Օվերտոնի պատուհան բացի եւ այնտեղ Սողոսկի սկսի թեմա քննարկել։ Եթե նա մի փոքր գիրք կարտար, այլ ոչ թե գիրքերեն խայտարագիրքը, որ այսօր վերատպում է քանի անգամ եւ որից մեջբերումներ անում երեխաներին նույնիսկ, ապա պետք է հասկանալ, որ ցեղասպանության թեմային մոտենալ պետք չի, երբ որ դու չես կարտացել նախ վերապրողի հուշագրություն, որևէ գիտական աշխատանք։ Ես լուրջ կասկածում եմ կամ վստահ եմ, որ չի կարտացել Դադերյանի, մյուսների արխիվային փաստաթղթեր հավաքված, ասինքն հազարավոր նյութերից որևէ մեկը ինքը չի կարտացել, բայց իրեն ինչի իրեն վերագրել է, որ լինելով կամ պատկերացնելով իրեն Հայաստանի Հանրապետության վարչապետ, կարող է թույլ տալ նման անգրագիտություն արտազատի եւ փորձի հասկանալ, որ իրեն կմեկնաբանեն։ Այնտեղ ինքը մենակ չի, հիշում եք առաջի օրերին այդ կրկեսից հետո հայտարարություն եղավ ոչ անհայտ մեկից, որ տեղ ունեցած այսպես կոչված Թավշյա հեղափոխությունը ավելին իր արժեքով, քան Ղարաբաղյան պատերազմը։ Այսպիսի ձևակերպումները շատ հատուկ իրենց։ Ես վերջերս էլ չնաշխարհիկ մարգարիտներ դուրս տվեց Անդրանիկ Քոչարյանը, գիտեք, բանակում պարտադիր զինվորական ծառայության կապված։ Հա, նաև Ծիծեռնակաբերդում, չէ, ստորագույն աստիճանի ստախոսությունը առայն որ հուշարձանը վերջին 60 տարվա ընթացքում երբևիցե չի վերանորոգվել։ Իդեպ սա ասեց ազգային ժողովի ամբիոնից Ժաննա Անդրեասյանը անցյալ տարի, ընդ որում մի քանի տարի ավել էր ասել, ես ուղղեցի, որ հուշարձանը չի կարող այդքան լինել, որտեղ այն կառուցվել է 65-ից 67 թվականին։ Դրանից ավել չի կարող տարի վերագրվել։ Բայց որ կանգնում են օր եթերով ասում որ երբեք 60 տարվա մեջ չի վերանորոգվել, երբ որ կա փաստահարձանագրում, լուսանկար, տեսագրություն 7-8 տարի եք, չէ՞։ 2003-ի Լինսով կար, դեռ մինչ իմ տնօրենն նշանակել։ 2013-ից 15-14 թվականներին եղել է վերանորոգում, կանգնել ասել բացահայտ ստախոսությունը իշխանություն կոչվածների կրեդոն է, հավատամքն է, իրենց նշանաբանն է։ Ընդ որում ես հասկանում եմ, որ իշխանությունները նախկին նույնպես օգտագործել են ինչ-որ մանիպուլատիվ ձևակերպումներ, սուտ խոսալ, արտարացնել ինչ-որ գործողություններ, բայց այս աստիճանի համաշխարհային պատմության մեջ ռեկորդ է, բացառիկ ռեկորդ է ստախոսության, խաբեբայության, անսկզբունքայնության։ Իսկ երբ ասում է, որ պետք է հասկանանք, թե ում միջոցով ենք ընկալել, այդ ակնարկը դա կրկին իր այն թեզիսներն են, որ խորհրդային միությունն է մեզ, ոնց ասում, ազգային այդ գաղափարախոսությունը իրանք են սնուցել, դա մեր ազգային գաղափարախոսություն չի, սովետի դաստիարակածն է, մյուսը ուզում է ասի, որ սովետն է, տենց խրախուսել, հրահրել ցեղասպանության հարցի բարձրացում։ Վատ խորհրդականներ ունի, մոտապես կրառում եմ այդ պատումները կամ իրենք սիրում են օտար բառը նարատիվ օգտագործել, այս ձևակերպումները ես լեզուն շատ լավ գիտեմ, որտեղ իմ մասնակցությունն է։ Հիմա խոսույթ բառն են շատ օգտագործում, ընդ որում մեծամասամբ անտեղի։ Խոսույթը, որտեղ լավ բառը ընկել է ատամների արանքը։ Սա գալիս է ազգագրագետների մարտաբաններից, որոնք սպասարկեցին իդեպ Թավշյա կրկեսը։ Իշենք Խառատյան Հրանուշի ակտիվությունը, իշենք Հաղություն Մահությանի ակտիվությունը, մյուսներին անուններ էլ չտամ, բայց ազգագրության ինստիտուտի հայտերը, կոչերը, մասնակցությունը ակտիվ սպասարկելը, տեղի ունեցած արժեքների հեղափոխություն որակելն եւ հոդվածներ տպելը արտասահմանում։ Բայց Հրանուշ Խառատյանը լավ ազգագրագետ է, ինչ։ Մենք ազգագրագետ լավ լինելը թենք չեն գնահատում, մանավանդ լավ եւ վատ լինելը ոչ թե խոսալուց է որոշում, այլ գիտական հրապարակումներով, այսինքն քանի մենագրություն եւ գիրք կա, քանի հոդված կա, էլի։ Մենք ես հիմա ծանր մեղադրանք եմ հնչեցրել 8 տարի շարունակ, որ Հրանուշ Խառատյանը եւ իր այդ ազգագրական համույթը
մասնակցել է ի սկզբանե դեռ 2011 թվականին Նիկոլ Փաշինյան պատրաստելու գործընթացին։ Նաև հնագետների մասին եք, չէ՞, կարծեմ։ Հնագետներին ես զոհ եմ, հարակից զոհ եմ անվանում, որովհետև հնագետները ընկել են ուղղակի այդ թակարդը, ազգագրագետների այդ ինստիտուտը կոչվում է Ազգագիտության եւ հնագիտության ինստիտուտ։ Ահա այս ամբողջ սպասարկումը, հիշում եք, ինչ ակտիվ էր եւ Աննա Հակոբյանի առաջի այցը Փարիզ, հիշում եք, ով ուղեկցեց, նաև Հրանուշ Խարատյանը ուղեկցեց, Արսեն Խարատյանի դրվագը, ավագ խորհրդականներ, հիշում եք, հետո շատ մութ հանգամանքներում ասաց, որ չի կարողանում, իրական պատմությունը բոլորովին այլ է, իսկ աղջիկը, գիտեք, հայտարարեց 19-ին, որ պետությունը պաշտպանելու համար բանակ ունենալ պետք չի, ինչ որ բան հիշեցնում է, չէ՞։ Բանակ ունենալ պետք չի, Անդրանիկ Ռիկոշետը հասկանում եք, որ Անդրանիկ Քոչարյանի խոսքի մեջ է գալիս։ Եվ արևմտյան Ադրբեջանի տեսական հիմքերը մշակվեցին այստեղ օտարերկրյա դրամաշնորհով, գիրք տպեցին, որը այսօր նաև Լուսինե Խարատյանի դեմքով օգտագործում է ադրբեջանական քարոզչությունը, այդ թվում արևմտյան Ադրբեջան հերոստալիքը, եւ խոսում եմ մենակ ես։ Ասենք պատմաբաններից մյուսները իրադասում են լռել, որովհետև փաստ կա, որը անհերքելի փաստ է, ընդ որում նաև դատական գործ են հարուցել իմ դեմ, դատարանով Հայաստանի Հանրապետության դատարանով արևմտյան Ադրբեջանի դեմ խոսելու եւ քննադատելու դրվագը արձանագրվել է, բայց վճիռը իմ դեմ են կայացրել, որովհետև Լուսինե Խարատյանի ամուսինը հակակոռուպցիոնի դատավոր է։ Այսինքն այս ամբողջ դիվերսիան հայ նաև գալիս է այստեղից, որովհետև հրապարակում են մենագրություն, դասախոսություններ, ադրբեջանական հետքերի հետ կապված եւ այլն, եւ դա պարարտ նյութ է տալիս, պատրաստի ուղղակի նյութ է տալիս ադրբեջանական քարոզչությանը, վերցնում են, դնում են նրանց լուսանկարները, Լուսինեի պարագայում ասում են, այս աղջիկը ապացուցել է, որ բոլոր հայ պատմաբանների գրածները սխալ են։ YouTube-ը բացեք նայեք։ Եվ ոչ մեկը պատասխանատվություն չի կրել, չեմ պարզել դրամաշնորհներ արտասահմանից եկած։ Միգուցե դրանք միջնորդավորված ադրբեջանական փողեր էին, որ Հայաստանի Հանրապետությունը մատուցում են պատրաստի նյութ հակահայկական, հակահայաստանյան քարոզչություն իրականացնելու համար։ Իդեպ կա նաև քրեական գործ վերջերս արխիվի աշխատակիցը տրամադրել էր նյութեր, որը համարվել է տնտեսական նյութի տրամադրում։ Դատական վճիռ կա։ Այնինքն Լուսինե Խարատյանի եւ մյուսների Հրանուշ Խարատյանի պարագայում, որոնք երաշխավորել են այդ գիրքը տպագրության, դատական վճիռ չկա, հետաքննություն չկա, բայց մյուսների պարագայում կա, անազնիվ։ Երբ մտնում ես այդ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի կայքել ունեն, քարտեզեն հրապարակի ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության, ներկա Հայաստանի Հանրապետության քարտեզն է։ Այս արևմտյան Ադրբեջան կոչվող պսևդո գաղափարախոսությունն ինչ է ընդհանրապես իրենց ներկայացնում եւ ինչ իրական վտանգ է ներկայացնում Հայաստանը։ Այս փուլում դա դեռ փափուկ ուժի քաղաքականությունը, որը իրականացում է այդում Ալիևի շուրթերով, ընտանիքի անդամները ցուցադրության բացման են ցուցադրության մեջ նկատեցիք, որ բոլոր նկարներում Սևանը լիճն է։ Պատահական չի։ Դուք չտեսաք Ամասիայի կամ Մասիսի կամ Եղեգնաձորի ինչ որ տեսարան, հա, որ կարոտում են, չգիտեմ։ Իրանք թիրախավորված եւ ռացիոնալ կերպով թիրախավորում են գլխավոր առավելությունները Հայաստանի։ Սյունիքը դա հանքերն են, որտեղից հայկական բյուջեն սնվում է, հա, հանկարծությունաբերությունը, տանգաժեք մետաղներ եւ քաղցրահամ ջրի պաշարը, տարածաշրջանի ամենամեծը։ Դուք կարծում եք իրանք ապուշ են, չեն հասկանում ինչու պետք է Վարդենիս կան կամ մյուս ԱՊ Բասար Գեչար, հա, պատահական չի։ Այդ Արադ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը չեն հասկանա այսպեսի ապուշ անգրագետ ձևակերպումներ շրջանառության մեջ դնելով։ Իրենց ագրեսիան Հայաստանի նկատմամբ եւ նկատումները շատ ռացիոնալ է։ Դրան այսօր իշխանությունները ոչ թե հակազդեցության որևէ կոշտ կամ փափուկ ուժ չեն գեներացնում, նրանք վերածվել են գրասենյակների Ադրբեջանի հնազանդության, քարոզչության գրասենյակներ։ Հնազանդվենք, որ լավ լինի։ Արանքում մեծ փողեր իհարկե շրջանառում են, շինարարությունն է, բիզնեսները, նվերներ են ստանում թանկարժեք, իհարկե հագուստ եւ այլն։ Այս ամեն ինչը գալիս է կյանքը ճոխ է, բայց որ այս զանգը էլի գալու է 20 թվականի նման զնգա, կասկած չունեն, հետևանքները շատ ծանր են լինելու, շատ ծանր։ Այս ուղերձեր մեր զինված ուժերին եւ ԱԱՑ-ին։ Պարոն Դեմյան, երբ Բաքվի բռնապետը մեր տեղանունները անվանում է կեղծ թուրքական անուններով կամ բնից մնացած Բասար Գեչար, Երևանը Իրավան են ասում, դա իհարկե պարսկական տարադարձում է, գիտենք, երևի իրանք չգիտեն։ Իսկ Ադրբեջանի ներկա տարածքում մենք ինչու չենք նշում հայկական բնակավայրեր, բնիկ
հայանուն, հայկական տարածքներ եւ քաղաքներ, բնակավայրեր, որոնք կարող ենք նշել, որպեսզի մեր հանրությունն էլ իմանա, որ իրականում այդ տարածքի մի զգալի մասը հայկական է եղել, թե ոչ ամբողջ։ Դրա կարիքը ինձ թվում է եւ կա եւ չկա, որովհետեւ այնքան է գրվել, այդ մասին այնքան հատորներ է տպվել, այդ թվում նաեւ Բաքվի հետ կապված, Բաքվի հայկական հետագի հետ կապված, մենք որևէ նորություն, նոր բան չենք հայտնագործելու, որովհետեւ դա մեր պատմական հայրենիքի մի մասն է, եղել է հայաբնակ, ցեղասպանության արդյունքում դա հայազրկվել է, բայց այսօր երբ որ գրքի մասին ենք խոսում, տեսանք այս վերջերս ինչ տեղ ունեցավ մեկ գիրք նվիրելու, որտեղ խոսում էր հենց ադրբեջանցիների կողմից ցեղասպանության մասին, եւ դա բերեց ինչ համաշխարհային հայ թաթարական բախումների ժամանակ ադրբեջանական կոտորածները վերնագիր գրված էր Ազերագրոշն, իհարկե մի քիչ վիճելի է վերնագիրը, բայց կա նաեւ արխիվի տպագրված Արեշի շրջանի, Նուխի շրջանի հայկական բնակչության հայաթափվեց ամբողջ այդ գավառը հայաբնակ էր ամբողջությամբ Շամխորի շրջանի Բաքու մասին չեմ խոսում մենք նոր Արեշ ունենք Երևանում այո ինչու որովհետեւ բնակչությունը փախավ այնտեղ եւ այնտեղ ամբողջովին մակրազրկվեց էթնիկ զտումներ իրականացվեցին հիմա տեսեք այդ ամեն ինչը փաստագրված նաեւ այն երկրի մամուլի անդրադարձը որը կար այդ գրքում ինչ հետևանքի բերեց ցեղասպանության հուշամալի Պարսասիջան այցից հետո տեսանք որ այս իշխանությունները հուշարձա համալիրը ցեղասպանության թանգարանը ցեղասպանության հիշողությունը որևէ կերպ նրանց համար կարմիր գծեր չեն նրանք կարող են կեղտոտ ոտքերով տրոլելով անցնել ամեն մեկ հիշողության ամեն մի սրբավայրի վրայով այդ բառից իրենք մի քիչ բան են խրտնում են գիտեք որ սա սրբավայր հայրենիք բառ իրենց համար դա չկա իրենք չեն սիրում իրենք սիրում են տարալուծել ամեն ինչը եւ արժե համակարգ որ իրենք չունեն այդ գրադարան սանդղակը չպետք է նաև գոյություն ունենա, որ կան կարմիր գծեր, կա հիշողություն, կա պատմության դրվագներ, որոնք չեն կարող քննարկվել, ոչ թե տաբու են նրա համար, այլ ոչ թե դուք իրավունք չունեք ձեր սահմանափակ գիտելիքներով մուտք գործել այնտեղ եւ ինչ որ նոր պատուհաններ բացել քննարկման համար։ Հիմա ինչ վիճակ է Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտում Էդիտա Գզոյանին աշխատանքից ազատելուց հետո եւ ի վերջո ինչ էր տեղի ունեցել, որովհետեւ Ժաննա Անդրեասյանը մի բացատրություն տվեց, բայց հետո Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ այդ գրքի համար է նրան։ Դե տեսեք, ստախոսության դրվագով անդրադարձանք, որ նախարարությունը իդեմս նախարարը շատ սիրում է սուտ բաներ ասել։ Դա դասագրքերի դրվագով էլ տեսանք ցեղասպանության շահամալի վերականգնման հետ կապված Էդիտա Գզոյանի գիրքնվելու հետ կապված ստախոսությունը ուղեկցում ուղակի այս իշխանություններին։ Դա իրենց դրոշտն է, նշանաբանն է։ Հիմա ինչ էր տեղի ունեցել գրքի դրվագով եթե Էդիտա Գզոյանի սխալմունքը կար, այդպիսի գիրք չպետք է տային, ապա այստեղ մեղավոր համար 1 դա կառավարության աշխատակազմի ղեկավարն է Արայիկ Հարությունյանը պետք է վերահսկեր ամբողջ դրվագները, բոլոր դրվագները նման այցի պարագայում ոչ մի դետալ չպետք է ուշադրությունից դուրս մնա։ Համար 1 մեղավոր Արայիկ Հարությունյանը։ Ինքը պետք է նաև տնօրենի հետ խոսեր, նաև նախարարի հետ պետք է խոսեր, թե ինչ են պատրաստում տալ։ Երկրորդ դրվագը դա արտաքին գործերի նախարարությունն է, Արադ Միրզոյանն է մեղավոր, որովհետև արտգործ նախարարությունը պետք է վերահսկեր ինչ է տեղի ունենում այնտեղ։ Երրորդ դրվագը դա Էդիտա Գզոյի վերադասն էր, թանգարանի վերադասը, Ժաննա Անդրեասյանն է, որ այդ պահին այնտեղ գտնվելով վերջի պահին չէր կարողացել այդ միջադեպը կռահեր, կանխագուշակեր, թե դա ինչի կարող է։ Նոր ես կարող եմ 4-ին, ասենք, անդրադառնալ Էդիտա Գզոյանին, բայց քանի որ Էդիտա Գզոյանը մինչև այս պահ ի արտարացումն իրեն եւ տեղի ունեցածին գնահատական չի տվել, ես գտնում եմ անիմաստ իր շահերը այստեղ պաշտպանելու։ Մենք ունենք խայտարակ հերթական մի խայտարակ դրվագ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Բայց երբ կառավարության ղեկավարը հայտարարում է, որ այդ հայոց ցեղասպանության հայերի կոտորածի կամ Ղարաբաղի հարցի մասին Միացյալ Նահանգների փոխնախագահին էր նվիրել, որը դա ամենաբարձր մակարդակի այսն էր փաստորեն Հայաստան Միացյալ Նահանգների կողմից այդ գիրքը նվիրելու համար աշխատանքից ազատում է դա ինչ մեսիջ է ուղարկում գիտական հանրությանը որ պետքա մի կողմ դնեք ցեղասպանության գիտական հանրությանը նա ընդհանրապես որևէ մեսիջ չի ուղարկում չի կարող ուղարկել որովհետև չի հանդիսանում գիտական երկրորդը մեր հայաստանյան գիտական հանրությունը լուր մնաց կուլ տվեց հերթական ապաշնորհությունը լկտիությունը կուլ տվեց փաստացի որևէ միամուռ բան մենք տեսանք բացի նրանից որ նախքին այ հանցակիցները ովքեր սպասարկել էին Թավշյա կրկեսը իրենք իսպես դեմոնստրատիվ լքեցին հայոց ցեղասպանության բանը հոգաբարձուների խորհրդի
կազմը, ըստ որում սրանք են մարդիկ են, Հրանուշ Խարատյան, Հավություն Մավության, Ռայմոն Գևորգյան, որոնց ես քրեական գործի շրջանակում ցուցմունքներ եմ տվել հանցակցության մասին, փողի լվացման դրվագով, ֆինանսական փաստաթղթեր ոչնչացնելու դրվագով, հա։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, թե ինչ վիճակ է հանգանում, ես չստացա նամակ, պաշտոնական նամակ էի գրել Հրաչյա Թաշյանին, նոր տնօրենին, որը ժամանակավորապես հասկանալի վերահսկելու համար եւ ես եվրոպական համաժողովի հետ կապված է, առաջարկել էի, գիտեմ, որ այնտեղ ստուգումներ են գնում, միգուցե ֆոնդերում եւ այլն, քանի որ նոր մարդ է, Թանգարանի ներսից չի եւ ունի պատասխանատվություն ընդունելու ֆոնդեր եւ ֆինանսներ, ես առաջարկել էի իրեն, որ այդ ընդունման հանձնման գործընթացին ներգրավի բոլոր նախկին տնօրենին եւ ժամանակավոր պաշտոնակատարներին։ Ու խախտելով իհարկե օրենքը, որտեղ քաղաքացիների նամակներին պետք է պատասխանել գոնե ֆորմալ ձևով, այդպիսի պատասխան ես չեմ ստացել։ Հետևաբար ես ինձ ազատ եմ եւ իրավունք եմ վերապահում այն, որ հերթական նշանակումին ի վերջո մյուս տնօրենին եմ ես ասել, եթե դուք չեք անդրադառնում Մարությանին, այո, այն քրեական Մավությանը ընդհանրապես բերեցին կոծկելու համար փողերի լվացում, փողերի յուրացում, փաստաթղթերի ֆինանսական ստորագրության փաստաթղթերի ոչնչացման փաստերը դրա համար բերեցին։ այս ինչու է բացատրում այս աղմկահարույց ժամանակ առ ժամանակ ինստիտուտի հետ կապված պատմություններ, ոնց մեծ մասի մենք տեղեկանում ենք ձեր գրառումներին։ Սա ինչու է բացատրվում։ Սա ողբերգական մի էջ է մեր պատմության, եւ իմ անձնական պատմության մեջ, երբ որ 101-ի նախաշեմին որոշ պաշտոնյաներ, սա հատուկ ասում եմ նրանց համար, ովքեր ոգևորված, այսպես ասած, պաշտում են Նիկոլ Փաշինյանին, ես խոսում եմ Բոդորովին այլ ժամանակապուլի մասին։ Սա 101-ի տարելիցի նախաշեմին որոշ անձին գտան, որ 101-ի առիթը շատ լավ առիթ է փող աշխատելու, այդ թվում փողերի լվացման միջոցով։ Իսկ Նիկոլը եւ իր թիմը ընդհանրապես եկավ կոծկելու համար այդ հանցագործությունները։ Այսքան բան կարող եմ ասել, կարող եմ իհարկե բացել, որևէ խնդիր չունեմ, անուններ կարող եմ տալ, բայց Արայիկ Հարությունյանի հայտնի ներխուժումը տնօրենի սենյակ հիշում եք 2018 թվականին, որին հետևեց իմ շատ կոշտ գրառումը։ Դա առաջի սկանդալային պատմությունն էր Թանգարանի շուրջ։ Արայիկ Հարությունյանը, որին ես մեղադրել եմ, հիմա ինքն էլ է գործ արել, իմ աշխատավարձը 1 տարի 4 ամիս չօգտագործած արձակուրդների պահում էին չէին տալիս, որովհետև չէին կարող ինձ ազատել։ Մինչև հիմա չկա ազատման հրաման։ Իսկ ես ասում եի, եկեք տարբերակ գտնենք, որովհետև ես չեմ ուզում տնօրենի պաշտոնը շարունակել։ Լրացել է իմ 2-5 տարիների ժամկետը, որը նախատեսված է օրենքով։ Բայց իրենք որոշեցին ցինիկ ձևով ուժի ցուցադրություն անել, չգիտեմ ինչ որ կոմպլեքսներ ունեին երևի իմ հետ կապված, եւ մինչ օրս այդ թակարդի մեջ են։ Ես իրենց մեղադրում եմ փողի լվացման գործողությունը կոծկելու, հետեւաբար նաև հանցակցության մեջ, ֆինանսական փաստաթղթերը արդեն ոչնչացվել են իրենց օրոք, Հարություն Մավությանը չպատասխանեց գլխավոր ֆինանսական փաստաթղթերում ստորագրության որտեղ է մայր օրինակը, եւ երկրորդ մայր օրինակը Հայաստան համայնքական հիմնադրամում էր, եւ Հայկա Կարշամյանը, որ հիմա Հունգարիայում դեսպան է, անպատասխան թողեց բոլոր իմ գրավոր բանավոր հարցումները, բայց համայնքական հիմնադրամի չէ, որտեղ այնտեղ էր այո դրված այդ գումարը, որը անհայտացել է։ Հետո պարզեցինք, որ դա բերվել են փողերի լվացման մեխանիզմով։ Ուրեմն այս թնջուկը մինչև վերջ չբացվի, ես համարում եմ, որ մեծագույն անարգանքը ցեղասպանության հիշողությանը, ցեղասպանության զոհերի եւ վերապրողների հիշատակին մենք արել ենք ազգովի։ Սա ինձ վերաբունք եմ վերապահում ասելու, ոչ թե ես նրա համար որ հիմա Թանգարանում չեմ, բայց ես կարող եի լռել։ Ես կարող էի հանդուրժել վատ բառ է այս պարագայում, բայց ես անընդհատ հիշեցնելու եմ, թե նախկին պաշտոնյաներին եւ նրանց իրականացած հանցագործությունները սպասարկող թավշա ծաղրացումներին։ Ձեր պաշտոնավարումը դադարել է փաստացի 2018-ից, հա, եթե ես ճիշտ եմ հիշում։ Եթե օրենքին դիմենք 19-ից, այսինքն Մավությանին բերեցին ամենապես խցկեցին, որպեսզի հետքերը մաքրեին հանցագործությունների, ասեք հաշվարկը այն էր, որ ես Միացյալ Նահանգներից հետ չպետք է գայի։ Ես գործողման էի Հարվարդի համար սահանում, հաշվարկը այն է, որ ես չպետք է գայի, որովհետև քննադատական հոդվածներ էի տպել։ Ենթադրել են, որ ես ինչ որ արդեն հարցեր եմ լուծել այնտեղ մնալու, դրա համար ազատ հոդվածներ։ Հովհաննես Հովհաննիսյանը բարձաբանում էր տալիս ազատություն։ Հովհաննես Հովհաննիսյանն եւ Արայիկ Հարությունյանը ներխուժեցին, ինչու խոճապի մատնվեցին, որտեղ 1 ամիս շուտ եկա գործողումից, գիտական գործումից, որպեսզի մասնակցեմ ընդունման հանձնման գործողություններին, չէ՞ որ նոր տնօրեն պետք է գա, իսկ ես հայտարարել որ չեմ ցանկանում, որտեղ օրենքով նախատեսվում է 2-5 տարի։ Ես 10 տարի եւ պլյուս որպես ԺՊ կես տարի եղել եմ պաշտոնյա Թանգարանում։ Ասեցի շատ բարձ ղեկավարության ժամանակ, որ չեմ ցանկանում, թող գան շարունակեն պահեն։
բայց երբ որ ես շուտ եկա, խոճապի մատնվեցին, որտեվ արդեն մայիսի 15-ին հաշվի համարը փակել էին բանկային։ Խոճապի մատնվեցին եւ այնպիսի իրադարձություն ստեղծեցին, որ սկանդալ սարքելով ինձ հերրու պահեն, որ թանգարանում ես չլինեմ ոչ խորհրդական, ոչ բաժնի վարիչ։ Այս էր ամբողջ Արայիկ Հարությունյանի միմոսությունները, կապկությունները, որոնք հովանավորվեցին իհարկե Նիկոլի գիտությամբ, այս ամբողջ պատմությունը սա է։ Այս պետք է թուփառու բացահայտվի։ Այդ թվում նաեւ 2007-ի քրեական գործողությունից նորից իմ նախաձեռնությամբ է հարուցվել 2004-ին գրանցված գրքերի արժեքավոր գրքերի գողության դրվագով։ Այո, հարցակնվել է Արարատ Միրզոյանը, հարցակնվել է Վլադիմիր Վարդանյանը եւ եթե հաղում տամ նախկին տնօրենին Լավրենտի Բարսեղյանին գողությունը կատարել են ասպիրանտները։ Ցավոք սրտի ինքը մահացած է, բայց միակ հեռախոսազրույցը, որ ես ունեցել եմ, ես ասեցի ինչու չեք հարուցել քրեական գործ, որովհետեւ ես նոր տնօրեն եմ եկել, ինձ ասում են, որ գրքեր կան արժեքավոր անհայտացած, չասեն գողացած։ Դուք ինչու չեք հարուցել, ասեց չուզեցինք աղմուկ։ Ինչ գրքերի մասն է խոսքը։ 18-19-րդ դարի արժեքավոր գրքեր են եւ ֆինանսական առումով արժեքավոր եւ մշակութային արժեքավոր որպես։ Ասեց որ ասպիրանտներն են գողացած։ Այդ ժամանակ ես չգիտեի ովքեր էին այդ ասպիրանտները, հա։ Հետո կպարզվի ովքեր էին, որոնք հետո կունենան մորուք, նրանց պատկերները կհայտնվեն մեծ բաներների վրա նախընտրական Երևանի հավաքանում եւ կդառնան ազգային ժողովի նախագահ, կդառնան արտգործնախարար եւ իրենց կդնեն մեծ հեղափոխականների տեղ։ Ильин такой молодой и юный октябрь впереди։ Պարոն Դեմյան, լավ, թողնենք մի կողմ։ Մեծ Եղեռնի հայոց ցեղասպանության հուշահամալիրը, Ծիծեռնակաբերդի վերանորոգումը, վերականգնումը, ես չգիտեմ այդ աշխատանքներն ինչպես ավելի ճիշտ կլինի բնորոշել հայությունը, հանրությունը մեծ մտավախություններ ուներ, որ այս վերանորոգման աշխատանքների անվան տակ ուծե հնարավոր չլինի դա ավարտել եւ չայցելեն ապրիլի 24 եւ Փաշինյանի ապրիլի 18-ի հայտարարություն տեսանյութի հրապարակումից հետո Ժաննա Անդրեասյանի հետ այցելել էր դուք որ հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում այս փուլի աշխատանքներն ավարտված են դուք գրեցիք որ ցեղասպանության հուշահամալիրի վերականգնման հետևանքով խեղվել եւ աղճատվել է հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը ինչ վիճակում է այժմ հուշահամալիրը եւ ինչպես է աղճատվել Տեսեք, այն խոսակցությունները, որ կքանդեն, ապրիլի 24-ին չբացեն, այդ խոսակցությունները եղել են, բայց ոչ ես, ոչ այն քննադատողները, հա, մասնագետ, դա շահարկում է կոչ։ Իրենք անվանում են իրենց անունները, որպեսզի հնարավորություն չտանք հակադարձել, չնայած անհույս բան է, որովհետև երբ որ քեզ ասում են մի բան, որ դու չես արել, դա շարունակականն է, որովհետև նահանջելու տեղ չունի, պաշտպանության լավագույն միջոցն է գիտեք, որ միշտ եղել է հարձակումը։ Երբեք որևէ բարակ ոչ ես մյուս քննադատողները, որոնք մասնագետ են, հուշարձանագետ են, ճարտարապետ են, երբեք չենք ասել, որ սրանք հատուկ են անում, որ քանդեն, վերացնեն, բ, երբեք չենք ասել, որ հուշարձանում ընդհանրապես ձեռնի տվեք վերանորոգչական աշխատանքներ, չպետք է անեք, դրա կարիքը չկա։ Այդպիսի բան չի ասվել։ Մենք ասում ենք, որ մի քանդեք այն հատվածները, մի ավերեք այդպիսի վայրակ ձևով, այն հատվածները, որոնք դրա կարիքը չունեն, որտեղ խնդիր կա, դա գնում է բոլորովին այլ մակերեսում, որը մինչև հիմա չեն ձեռք տվել։ Քանդեցին, ավերեցին, հիմա պետք է շնորհակալություն ասենք, որ ավերածը ինչ որ առումով վերականգնել եք եւ դա կոչվում է վերականգնում, դա չի կոչվում վերականգնում։ Դա միջազգային օրենքներով կոչվում է հուշարձանի ինքնության աղճատում, որովհետեւ այդ հուշարձանը այն քարն է, այն մետաղն է, այն աղյուսն է, որ ի սկզբանե դրվել է։ Ցանկացած եկեղեցի կարելի է միջնադարյան քանդել, քարը նույն հանկից գնալ գույնը բերել, դնել ձևով նույնն է կարող է լինի, բայց արդեն բովանդակությունը ինքը արդեն այն չի, օթենտիկ չի, այսինքն բնօրինակը չի։ Այսօր ունենք մեկ քառորդով, այսպես ասած, աղճատված, խեղված հուշարձան, որը բնօրինակը չի։ Ինչու է սա հանցագործություն, որը քրեորեն պատժելի է։ Նախ քրեորեն պատժել է նրա համար, որ մեկ շինարարական ընկերություն, որը փորձ չի ունեցել, ԿԳՄՍ-ն պետք է պատասխան տա։ Ոնց կարող է հանրապետական նշանակության կարգավիճակ ունեցող հուշահամալիր բերես բանվորական որակյալ մասնագիտացված կադր չունեցող շինարարական ընկերության մեկ տենդերով շահում տաս եւ 2 միլիոնի բյուջե սկսես իրացնել այնտեղ, հա, սա մեկ դրվագ։ Երկրորդը, երբ որ դու ունես նախագիծ, չէ, ցանկացած գործողություն շինարարական, վերականգնողական ունի նախագիծ։ Մենք խոսում ենք օրենքով։ Այդ նախագիծը մինչև աշխատանք սկսելը, մինչև մուրջ բանացնելը, ժամանակավորապես ապամոնտաժում անելը պետք է լինի հաստատված, չէ՞։ Օրինակ մեր օրոք որ 14-13 թվականին օրոքեցին 6
7 ստորագրություն կար։ Տնօրենը, նախարարությունը, քաղաքշինը, քաղաքապետարանը, բոլորը ստորագրություն դրեցին, նոր շինարարը մտավ, աշխատեց։ Սրանք առանց հաստատված նախագծի սկսել են ջարդել։ Բերելով նաև հայերեն չհասկացող տեսանք թե ինչ պատկերներ այնտեղ։ Տեսեք, չհաստատված նախագծի պայմանում շինարարական աշխատանք սկսել է հաստատել նաև հայ նախագիծ ինստիտուտի տնօրենը 40 հոգի նստած։ Բոլորը ասեն, որ դա հայտարարություն է հանցագործության մասին։ Տեսեք, չհաստատված, այո, չհաստատված նախագծով շինարարություն սկսել է հուշարձանի պարագայում առավել դա մի քանի տարի ազատազրկում է ենթադրում։ Մյուսը նախագծում ինչ է գրված։ Հատուկ կրկնում եմ մեծ մտավոր օժտվածություն ունեցող եւ ԿՊ սատարող վերլուծաբաններին, անձանց 60+ տոշակառուներին, հա, որոնք անմոռաց, չգիտեմ, պաշտպանում են բոլոր ամեն ինչ հնարավոր միջոցներով։ Ուրեմն, երբ որ նախագծում գրված է քարը ապա մոնտաժել, ապա վերատեղադրել, պետք է այդպես անել, այլ ոչ թե բնօրինակ քարը տեղում ջախջախել, ջարդել եւ գցել աստիճանավանանքների վրա, վանտակների վրա, դրանք էլ ավերել, ջախջախել։ Հիմա ցույց են տալիս, տեսեք, սա այլ ենք նորոգի, բայց դա չպետք է նորոգվի նախագծով, որովհետեւ դուք ջարդել եք դա։ Հիմա քարը չկա, բնօրինակ քարը հուշարձան կոչվելու, այդպես է գրանցվել հանրապետական նշանակության հուշարձան, որտեղ այդ քարն է դրված է 66-67-ին։ Հիմա որ նորը դնում եք, դա ինչ է որ դուք վնասվածը փոխարինել եք։ Դուք անիմաստ ծախս եք արել, բայց ինչպեսի չնաշխարհիկ բյուջե։ Մեկ քարը ապա մոնտաժելու, այսինքն 1 րոպեանոց գործողությունը քարը հանել դնել կողքի, ինչպես արվել էր Լինսի հիմա դրա մի ժամանակ 2003-ին։ Քարը հանել դնելը եւ վերատեղադրելը մեկ քարի գնահատված էր $1300։ Տեսնում եք, ինչ ճոխ են մտածել։ Եվ ինչու պետք է շարժվել։ Եթե հանկարծ մեկը խոսեր, վայ, էս ինչ եք անում, ասեն, եւ դա արեցին։ Եվ դա արեցին։ Իհա դուք դեմ եք, որ հուշարձանը վերանորոգվի։ Ամենաէժան ապաշնոր շահարկումը, որ կարող էին անել հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Դա արեցին նաև թանգարանի աշխատակիցները։ Բայց այդպիսի հրատապություն կար վերանորոգելու այս բանը։ Տեսեք, կոսմետիկ նորոգման խնդիրները ես գիտեմ ինչն է։ Դա ներքին հատվածում կա հայկայված, քարազանգված, տարբեր ներգործությունից, հիմնականում ջրից եւ այլն։ Ընդհանրապես պետք է տաշել, երես պատել 6-ից 7 քար։ Այն որ դրսում աղակալում, գիտեք, ջրաթափանցիկ ջուր թողնելը 20 սանտիմետր հաստությամբ բազալտ եւ մոտավորապես 60 սանտիմետրով բետոնաշերտի պարագայում համարյա որ ջուրը վնաս է տալու, այն էլ արտակինից, երբ որ արտակինը թեքը հարտակը, թեքը չէ, մույթերը թեք են, ջուրը իջնում է, ուզած իջնում է։ Վերից վար կարիք չկար այդ ամեն ինչը ջախջախել, այնա տեսակ ինչպեսի վերաբերմունք է շինարարի կողմից հուշարձանհամալիրի նկատմամբ։ Այդ պոկրտված կապույտ ցելոֆանները, մոմլատները, քամուն տրված, ժանգոտած այդ հենասյունները, որ վրա անարգանք է ըստեյության, այդ զուբիլները, որ հազարավոր տուրիստ է գալիս, այդ մետաղյա բաները մխված, մխրժված, դա ուղղակի աչքի համար տեսարան որպես դա չգիտեմ, եղեռնագործություն էր ուղղակի հուշարձանի նկատմամբ դա ուղղակի նախճիր է։ Հուշարձան, որը կառուցված է ավելի քան 1.5 միլիոն։ Որը հուզական մեծ բան ունի, մարդիկ հազարավոր մարդիկ նկարել են եւ այլն, դու գաս այդ քարերը 10 ջախջախես մի քանի օրում։ Երբ դուք ասում եք, որ ապրիլի 18-ին Ծիծեռնակաբերդում մի շարք հանցագործությունների հետքերը կոծկելու եզակի մի դրվագի ականատեսը դարձանք Նիկոլ Փաշինյանի ու Ժանա Անդրեասյանի մասնակցությամբ, նկատի ունեք ձեր նկարած։ Ես թվարկեցի, ինչ որ ես խոսում եմ, օրենքին համահունչ է, այսինքն դրա տակ կարելի է գտնել համապատասխան հոդված, բնութագիրը, ցանկացած իրավաբան, եթե մենք ունենանք սկզբունքային դատավորներ, այն որ խուզարկություն, ձերբակալություն չէ, արագ բան են անում, ստորագրում են, որոնք Նիկոլի ասածը չեն կարող չկատարել այդ կատեգորիայի դատավորներին։ Եթե մենք ունենանք իսկական դատաիրավական համակարգ, իսկական սկզբունքային, մարդկային, մասնագիտական, տեղում կալանք կլիներ առնվազն 4-5 հոգու։ Պարոն Դեման, հայոց ցեղասպանության բուն հարցը, երբ հայտարարում են այսպիսի մանիպուլյացիաներ, ասեմ, չգիտեմ, փաստարկներ կան օրինակ, ասում են, երբ հայոց ցեղասպանության հարցը դարձնում ես պետական քաղաքականության մաս, դա դարձնում է սակարկման առարկա։
ուրեմն պետքա պետական քաղաքականության, արտաքին քաղաքականության առաջնահերթություն չունի, այսինքն այդ տրամաբանությամբ ինչա Արցախի հարցը չպետքա պետական քաղաքականության առաջնահերթություն ունի, անվտանգություն, ազգային գաղափարախոսությունը, դա արդյոք մանիպուլյացիա չէ եւ ընդհանուր առմամբ ներկա իշխանությունների դիրքորոշումը հայոց ցեղասպանության հարցում եւս մեկ մեջբերում անեմ ես Նիկոլ Փաշինյանից մարտի 26-ի ճեպազույցի ընթացքում գիտեք ինչ բավարար է արդեն մեր ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով եւ ընդհանրապես ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել, ասենք, երբ որ մեր տարածաշրջանում բոլորի մեղադրում են ցեղասպանությունների մեջ, ես էլի եմ ասում ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ։ Սա ֆանտաստիկայի ժանից իմ համար անձամբ նորություն էր, որ հավասարություն փաստորեն դրվեց հայերի եւ թուրքերի միջեւ ցեղասպանության հարցում։ Գլխավոր հարցը ինչու տրամաբանությունը գիտեք որտեղ է։ Այս ամեն ինչի մեջ կա տրամաբանություն։ Հենց այնպես չի, սա խեղկատակի կամ հոգեկան հիվանդի ձևակերպումներ չի։ Նիկոլ Փաշինյանը որպես անձ եւ իր թիմը քաղաքական չանվանենք, հա, գործակալական գործակատարների այս համույթը իրենք անձամբ ներգրավել են ցեղասպանական գործողությունների մեջ եւ դա չեն թաքցնում։ Եվ իրենք բաց հայտարարում են, թե ինչ համաձայնության եկե Ալիևի հետ։ Այն որ ասում է վերադարձը մոռացեք Արցախահայերի, դա ինչ է նշանակում։ Դա կոչվում է ցեղասպանության հետևանքների լեգիտիմացում Նիկոլ Փաշինյանի կատարմամբ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության առաջի դեմքի այս պարագայում ոչ միայն մասնակցել է եւ չի թաքցնում ցեղասպանության մեջ իր մասնակցությունը եւ մեղսակցությունը, այլև դրա հետևանքներն է փորձում այնպես անել, որ դրանք արտարանան եւ ստանան օրենքի ուժ։ Հետևաբար նրանք պետք է թիրախավորեն ընդհանրապես ցեղասպանության թեման 15 թվական մինչև այդ թուրքերի եւ նկատեմ որ Ադրբեջանն է այդ հարցում ակտիվացել վերջին շրջանում։ Դրա մասին ինչ կասեք։ Իհարկե, որովհետեւ հայլային է, ինչպես իրենք են սիրում, հա, արևմտյան Հայաստան, եթե ասում եք, հայլային պետք է արևմտյան Ադրբեջան լինի Հայաստանը։ Եթե դուք Ադրբեջանի մոտ միշտ հայլային, իրենք Սպյուրք ուզեցին ստեղծել, իդեմս Ռամիլ Սաֆարովի ուզեցին Սողոմոն Թեյլերյան ստեղծել Բուդապեշտում։ Այդ ամեն ինչը հայլային Թուրքիան անում էր Ադրբեջանի միջոցով։ Հիմա դրա կարիքը չկա միջնորդավորված անել, որովհետեւ այսօր Հայաստանի իշխանություններն են դրանք անում, սպասարկում են այդ խոսույթը, այսօր կրկնում եմ Նիկոլ Փաշինյանի կողմից ցեղասպանության հիշողությունը, հետևանքը, թիրախավորելը, մարգինալիզացնելը նպատակ ունի սեփական հանցակցությունը Արցախահայության դեմ իրականացված ցեղասպանության մեջ լղոզելու կոչկելու չի ստացվելու։ Արցախի հայաթափումը, բռնագաղթը, բռնի տեղահանությունը, էթնիկ զտումները դուք ասում եք, որ դա ցեղասպանական գործողություն է ըստ էության։ Իհարկե։ Եվ ոչ միայն դա մասնագիտական նախ ինչը որտեղից սկսվեց դա Ադրբեջանը 88 թվականին ինչպես սկսվեց հայկական պոգրոմներով եւ այլն գլխավոր նպատակը իհարկե միգուցե հայաթափումը չէր այն ժամանակ Նախիջևանի օրինակով, բայց այսօր Ալիևը ստացել է երազանքի սցենարը, Հայաստանի Հանրապետության իշխանությունների մասնակցությամբ իրականացել է ցեղասպանական գործողություն, որը սկսվեց, չմոռանանք, բլոկադայով։ Բացենք ցեղասպանության կոնվենցիան, այնպիսի պայմանների ստեղծում, որ խումբը չի կարող վերարտադրվել եւ կենսագործունեան պայմանների սահմանափակում չի կարող այդ։ Օկամպոն էլ է դա ասել, չէ՞։ Այո, եւ հիմա տեսեք բլոկադա, որ այսօր չի հիշում մեր իշխանությունները, ժամանակին հիշում են խոսում են, բայց հետո մոռանում են, չէ՞, իրանք պետք է շերտ մոռացության դա, որտեղ իրենք չունեն ինքնություն։ Ուզում են բոլորից այդ հանեն ուղերներից հիշելու կարողությունը։ Հիշելը վտանգավոր է իրենց։ Եվ իրանք ուզում են դա բացատրել, որ հիշելն ու հիշատակելը վտանգավոր է նաև ձեզ համար։ Այս խաղն է գնում։ Եվ բլոկադայից հետո տեղի ունեցավ այն ինչ որ 2023-ի սեպտեմբերին մենք ականատես եղանք։ Նորից Նիկոլը արկայծեց մի քանի հարթակներով, ասեց, որ ես ձեզ հիշացնում եի, որ ցեղասպանություն է տեղնում, ես ես այս օրներ հիշում եք, այս ամսին եմ հիշացել, այս ամսին, հետո այդ նույն Նիկոլ Փաշինյանը մոռացավ, որ ինքը հիշեցնում էր ցեղասպանության մասին։ Հիմա խոսում է հակադիր, այսինքն ստախոսություն, սա պարզ ստախոսություն չէ, սա հանցագործություն է։ Գիտեք, նույն օրը մի բան ասելը, նույն բանը հերքելը դա Նիկոլ Փաշինյանն է։ Ըստ որում ամոթանկը պետք է տա ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ նրանց, ովքեր իրենց համարում են սրտիկներով հանդերձ Նիկոլ Փաշինյանի թիմակից, աջակցող մարդիկ, ովքեր չունեն ինքնություն, արժանապատվություն եւ պատվախնդրություն։ Ցեղասպանության հարցը արտաքին քաղաքականության առաջնահերթություններից հանելը դա ինչ վնաս կացնի։ Այդ ձևակերպումը, տեսեք, ոչ թե ես Նիկոլին եմ ապաշտում, այդ ձևակերպումը լավ կլինի հանգիստ թողնել, որովհետեւ մեր իրականության մեջ
դրված այդպիսի մշակված բան, բացի նրանից որ հռչակագում դա արձանագրված է եւ վերջ, դրա դեմ կռվել ոչ մի բան չես կարող։ Դա հռչակագիր է, դա պատմական փաստաթուղթ է, հուշարձան է, այսպես ասենք։ Դա մի քիչ մեխանիկական վերարտադրություն, հիմա որ Արադ Միրզոյանը ասում է, որ չպետք է լինի, դա մանիպուլյացիա է, որովհետեւ երբևէ համարը չի եղել, ասենք հետեւողական աշխատանք, որ ասենք դրվել է, սա մեզ պետք է ինչ-որ մի բան տա, այդպիսի բան չի եղել։ Այո, թանգարանն է եղել, այո, դրա մասին դեսպանները մասնակցել են, դասախոսություններ, գիտաժողովներ եղել, շնորհակալություն հայտնել ճանաչած երկրներին, բայց հիմնականում դա եղել է նախ այդ երկրների շահից բխող ինչ-որ նախաձեռնություն կամ հայկական լոբիստական աշխատանքի հետևանք եղել։ Այն որ ասում են ցեղասպանությունը մեր արտաքին քաղաքականության օրակարգում, դա մի քիչ մանիպուլյացիայի հոտ է գալիս, բայց կրկնակի մանիպուլյացիա, երբ որ Արադ Միրզոյանը հայտարարում է, դա չպետք է լինի մեր արտաքին քաղաքականության օրակարգում, երբ որ դա այդպես ձևակերպում ասելու իմաստ չկա։ Բայց այդ հարցին դուք ինչպես կպատասխանեք, երբ ասում են, որ քաղաքականության մաս է լինում, սահարկման առարկա է ավտոմատ դարձնում, դա ինչ նշանակում է, որ ընդհանրապես իրավունքի հարց չպետք է լինի պետական քաղաքականության մեջ։ Այդպիսի հայտարարություն անողները թող լավ սեյտեն հրեական օրինակ։ Հրեաները կարողացան հոլոկոստի հիշողության եւ այլևս երբեկի վրա ստեղծել այսօր աշխարհում ամենազորագույն երկրներից մեկը։ Բայց մենք գնացինք դեպի հանդեսները, պոեզիայի ժամը եւ համերգները։ Մինչև հիմա էլ շարունակում ենք այդ սովետական տարիների հանդեսների տրամաբանությունով, որովհետև ուսուցիչներին չեն կարողացել բացատրել, որ այս հիշողությունը ցեղասպանության պետականության ակունքում պետք է լինի, որ չպետք է վախենաս, այլ որը պետք է հիմնական դաս եւ ուղերձիչ լինի, որ դու որպես քաղաքացի, որպես այս երկրի քաղաքացի եւ այս պետությունը բացառի, այնքան հզոր լինի, որ բացառի նման հանցագործության քո տեսակի լիակատար ոչնչացման հնարավորությունը, բայց մենք գնացինք լրիվ այլ ուղղությամբ եւ շարունակում ենք այդ ուղղությամբ գնալ, գնացել ենք ամենաապաշնոր ուղղությամբ, փորձում ենք շղթել այն, ինչից պետք է սեյտենք ու դասեր քաղենք։ Տարիներ առաջ հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի բանաձևը այսպիսին էր՝ ճանաչում, դատապարտում եւ հատուցում։ Իսկ ձեր գնահատմամբ որն էր, ինչպես դուք կձևակերպեք լավագույն բանաձևը այս հարցում եւ մեր պահանջները, պահանջատիրությունը։ Այս բանաձևում ունեի 10 տարի շարունակ կրկնում, շարունակում եմ եւ կրկնել հիմա առաջի պահանջատիրությունը պետք է սկսել ներքին պահանջատիրությունից։ Մենք մեր հանդեպ ինչ որ բան կարող ենք պահանջել, լինել օրինապաշտ, լինել պետություն սիրող, ծաղրացումների եւ կրկեսներին զոհ չգնալ, երբ որ ձեզ օգտագործում են որպես կրկեսի միավոր եւ բերում են ծաղրացումների իշխանության եւ դուք մինչեւ հիմա 8 տարի շարունակ հարց չեք տալիս։ Խապեցին ձեզ թե չէ, խապված զգում եք թե չէ։ Ներքին պահանջատիրություն մինչև Թուրքիա, Ադրբեջանի հասցեատեր կկան կամ ամբողջ աշխարհը ներքին պահանջատիրություն լավ կլիներ։ Ազնիվ ենք արդյոք Սփյուռքում Հայաստանի հանդեպ, ազնիվ ենք արդյոք Սփյուռքում մեկս մյուսի հանդեպ, ազնիվ ենք մեզ պահում, թալանտ չենք անում շարունակաբար միջոցների, որը պետք է երկրի հզորացմանը ուղղվի։ Այս պահանջատիրությունից է սկսվում արտաքին պահանջատիրություն։ Ամերիկյան թեման մի փոքր դրան էլ անդրադառնանք։ Միացյալ Նահանգների կոնգրեսի երկու պալատների կողմից 19 թվականին պաշտոնապես ճանաչել է բանաձևեր ընդունել հայոց ցեղասպանության մասին եւ Ջո Բայդենի կողմից 2021 թվականի ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել է։ Դա ինչ դրական լիցքեր հաղորդեց հայոց ցեղասպանության ճանաչմանը, հատկապես կրթական, հաստատութենական հիմքերի վրա դնելուն եւ շարունակելով այս հարցը ներկա նախագահ Միացյալ Նահանգների Դոնալդ Թրամփը նախորդ տարվա իր ուղերձում խուսափել է ցեղասպանություն բարգիրարելուց եւ Ջեյ Դի Վենսը փոխնախագահ, որը փետրվարի 9-ից 10-ը Հայաստանում էր, իր այցի ընթացքում այցելեց ցեղասպանության հուշահամալիր Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրեց, գրառում արեց X-ում, Twitter-ում, բայց քիչ անց այդ գրառումը ջնջեց եւ դա մեծ աղմուկ բարձրացրեց միջազգային մամուլում։ Այսինքն Թրամփի վարչակազմը իրենց չսիրած Բայդենի ինադու կամ գուցե ավելի խորը պատճառներով հետնահանջ է անում ցեղասպանության հարցում ամերիկյան պաշտոնական դիրքորոշումը։ Եկեք ֆետիշացնենք այդ ճանաչումը։ Ճանաչում հանուն ճանաչման է լինում, ճանաչում լինելու որևէ հետևանք չի թողնում։ Ճանաչում է լինում նաև Թուրքիան ինչ-որ ազդակներ տալու համար։ Մեր գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետության պետականության կայացումն է, ոչ թե ծաղրացումների միջոցով, ոչ թե այն եղանակով ինչ որ արեցին 2018 թվականին, դրանից պետություն չեն ստանում, դրանով պետություն սատկացնում են, կներեք բառիս համար, ոչ թե սպանում, այլ պետություն սատկացնում են, որովհետև մենք Նիկոլի գնալուց հետո դա լուծում չի լինելու, Նիկոլից հետո կա հետևանքներ, պետությունը որտեղից է շարունակելու, շարունակություն գտնելու, դրա հաջորդ գնալը որն է, հանգրվանները որն է այդ պետության, երբ որ մենք ունեցել ենք այդ խեղկատակությունը 2018 թվականին, հիմա
բերել դա այդ հարցը ցեղասպանության մի ժամանակապուլում, երբ որ փլուզում է ամբողջ միջազգային անվտանգային այն համակարգը, պայմանավորությունները, այսօր ամեն մեկը այսօր երկրպագում է ուժը դարձել է երկրպագելու առավել ուժեղես ներելի ամեն ինչ ուզում ես արա, օրինակներ տեսնում ենք մեր շուրջ բոլորը, բայց այսօր փոխանակ ուժի թակուն եւ բացահայտ կարողություն լինի ներսում մեր, ասում եմ գրասենյակը այսօրվա իշխանությունների դա Ադրբեջանին հպատակվելու, հնազանդեցնելու գրասենյակ է իրականացնում, որևէ ներքին համախմբվածությանը ուղղված, որ ուժը ձևակերպման կարևոր նախապայմանն է, չէ՞, ներքին համախմբվածություն, մոբիլիզացիայի ապահովող ինչ որ իրադարձություններ, չեմ խոսում Շքերթի մասին, որովհետև Շքերթը նախընտրական է, հասկանալի է, որովհետև բանակը ստորացրած, դավաճանած վարչապետ կոչեցյալը եւ բանակային ծառայությունը հայրենիքին պարտադիր զինվորական ծառայություն միջոցով համարող ամաթալի համարող անձը կանգնելու են Շքերթ ընդունեն եւ պատիվ տալով մանցնելու են մեր սպաներն ու զինվորները, դա աբսուրդ է։ Այսօր վտանգներ շատ կան, բայց այդ վտանգներին չպետք է փորձել դիմակայել մոռացության տալով գլխավոր հանցագործությունը քո ժողովրդի դեմ իրագործվել է։ Այսօր ոչ թե կարող է առաջանա հայ ժողովրդի ցեղասպանության վտանգ նոր, նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի հիմնական նկատումն է զրկել պետականությունից հայ ժողովրդին, իսկ այդ պետականության պահպանման եւ հետագա կենսագործության երաշխավորը վստահաբար դա Նիկոլն ու իր թիմը չէ։ Տավախությունն հենց իրական կա, որ հայոց նոր ցեղասպանություն կարող է լինել եւ շատ արդիական են թուրք-ադրբեջանական հարձակման սպառնալիքների հարցերը։ Ձեր կարծիքով ինչ սպառնալիք է իրական ներկայացնում թուրք-ադրբեջանական տանդեմը։ Դե տեսեք, խոսում են արդեն բացի-բաց խոսում են եւ դա օրակարգում է իրենց։ Չկասկածը որ դա այնպես քաղաքական նպատակում ադրբեջանցիներ բերելու վստահաբար եվրոպացիներին կկաշառեն, դրամ կտան, Ռուսաստանում եք գտնեն համապատասխան պաշտոնյաներ, որոնք այդ խոսույթը կսկսեն շրջանառության մեջ դնել։ Այդպիսի բան չկար, ասենք 18 թվականից առաջ, հա 10 թվականին է չկար, ինչ ադրբեջանցիների, բայց հիմա ոչ թե արցախցիների հետ համաժեք է դիտվում, որ այնտեղ պետք է արցախցիները հետ վերադառնան։ Դրա մասին չեն քննարկում, դա Նիկոլն է նույնիսկ փակել այդ հարցը։ Այդ հարցը հենց փակում է Նիկոլը, ադրբեջանցիները արդեն նկարտում են սահմանը պետք է անցնեն այստեղ գան տեղաբաշխվեն։ Սևանի ավազան, քաղցրահամ ջուր, ամենամեծ ռեսուրսը տարածաշրջանի։ Ու ապուշ չեն տեսնում են, չէ՞ որ ռեսուրսը կա, բայց ինչու տիրություն չանել, երբ որ Հայաստանը անտեր է։ Կանեն, իհարկե կանեն։ Իսկ դուք տեսել եք պատմության մեջ մի որևէ դեպք, երբ որ հաղթող կողմը զիջի իր հաղթանակ եւ գնա համահավասարեցնի խաղաղության բանով պարտված կողմի հետ։ Դա միակ օրինակն է։ Միակ չգերազանցված օրինակն է, երբ որ չէ, Հայաստանը չի, Ադրբեջանի դեպքում մեզ հարց տալիս։ Ադրբեջանը ինչու պետք է գա քո խաղաղության հետ համահավասարեցնի իր հաղթանակը եւ ներեցեք այդ պարտության հետ։ Այդ ինչ խաղաղություն է, որտեղ քանդում են հայկական եկեղեցիները, սպանում են մշակույթի դա իրենք չեն տեսնում, դա ցանկալի չի։ Կարևորը այնտեղ կան մարդիկ, որ գնում են ադրբեջանցիների հետ, մեկ հեռախոսով բրատ ասել եւ այլ գալիս այստեղ քարոզիչներ են բանանում, իրենց հեղինակությունների տեղ են դնում դատարկ տակառների հավաքածու անընդհատ ձայնը հանում եթերից եւ Facebook-ում։ Անուններ ունեն այդ տակառները։ Ու գիտենք է նաեւ ֆինանսավորման աղբյուրները։ Հիմա այս սրանց հիշում եք 44 թվականին, երբ որ դաշնակիցները Փարիզ մտան։ Ինչ էին անում։ Տղամարդկանց ծեծում էին, կանանց խուզում էին։ Մազերը խուզում էին, որ իմանան, որ սա ֆաշիստներից իրանց օգտին է աշխատել, իրանցից երեխաները ունեցել։ Ես չէի ուզենա այդ դաշնան տեսարանները ԿՊԱ-ականների հետ, ովքեր շահամոլ են, որտեղ շահադիտական նպատակներով են Նիկոլին հարում եւ Նիկոլան։ Իսկ դուք կանխատեսում եք հետագայում պայմանական ասած Հայաստանի դենացիֆիկացիա, հա? Օրենքով պետք է նա արգելվի ընդհանրապես ԿՊԱ-ական լինելը, ԿՊԱ-ական կուսակցությունը, որովհետեւ այն ինչ որ տեղի ունեցավ 2018 թվականին եւ ովքեր կազմակերպեցին եւ նախապատրաստեցին Նիկոլին իշխանություն հանձնելու, դա ֆաշիզմ է։ Դրա հետևանքները մենք բոլորս տեսնում ենք եւ զգում ենք։ Ինչքան էլ փորձեն մոռացության տալ։ Եվ ամփոփելով մեր զրույցը, պարոն Դեմոյան, պատմության այս ռևիզիայի փորձերը, որ մենք տեսնում ենք, թե Արցախի հարցում, թե հայոց ցեղասպանության հարցում, սրանք ինչ վտանգ են ներկայացնում եւ ընդհանուր այս հարցին նայելով դուք ինչպես եք պատկերացնում հայոց ցեղասպանության հարցի ճակատագիրը, այսինքն ինչպես պետք է լինի այդ հարցի վերջնական լուծումը եւ
հետևանքների հաղթահարումը։ Ես նորից եմ ասում, ներքին պահանջատիրությունը դա անընդհատ գործընթաց պետք է լինի։ Աշխատել պետությունը հզորացնելու, պետությունը ուժգնացնելու, բանակ կայացնելու, օրինապաշտ քաղաքացիներ ստեղծելու, ոչ թե հագահիգենիկ կերպարով ամեն օր եթեր մտնող վարչապետ տեսնես, հա, հագահիգենիկ կենցաղ կարողզուի եւ դրա տակ էլ այդ ամենի տակ տրճիկ տվող տղաներ եւ աղջիկներն են, մորուքավոր եւ անմորուս։ Առաջին հերթին մեծագույն վտանգը, երբ որ քեզ զրկում են հիշողությունից, ինչ է հիշողությունը։ Հիշողությունը դու ամեն մի վտանգի պարագայում քո մոտ գիտես, որ սա տաք ջուրը չի կարելի, չէ, հոսանք է, դու գիտես, որ մի անգամ հոսանքը արվել ես, դու չես մոտենում, քո մոտ կա վտանգի զգացում, հա, սահման մեքենային դու չես մոտենում, այնքան որ մեքենան գա քեզ հարվածի։ Այդ ցեղասպանության հիշողությունը դրան նման մի բան է, այն զգուշացում է քեզ տալիս։ Երբ որ դա ուզում ես նետես, ստորացնես այս հիշողությունը, բթացնես այս հիշողությունը, դու վաղը սարդարապատ երկրորդ չես ունենա, եթե Աստված չանի, որ դրա կարիք լինի։ Վաղը դու պետք է ավտոբուսից իջացնես կամ տներից ծեծելով հանես մարդկանց ուղարկես նոր սարդարապատ, որ գնա իր կյանքը, իր երեխաների իրավունքներն ու կյանքը փրկելու համար կռիվ տա, այս սրա հետևանքն է բերելու։ Որովհետև ԿՊ-ի հիմնական առաքելությունը այսօր ջլատումն է համազգային համախմբում ամենամեծ վտանգն է այսօր ԿՊ-ի ներկա իշխանությունների համար։ Ցեղասպանության հիշողությունը դատապարտումը ձեր կարծիքով այս հարցին դուք ինչպես եք պատասխանում, ավելի շատ կարևոր է մեր անցյալի, մեր ինքնության, ապագայի, ներկայի անվտանգության, ընդհանրապես մեր գոյության համար։ Ասացին, որ դա անգույնակարային հարց է մեր անվտանգության, հետագա անվտանգության համար։ Հիշելը, դրանից դասեր քաղելը, դրա դուլ չտալը համար մեկ անվտանգային քայլ է։ Դա պատմություն չի, որ ամա չես ասես դե լավ հիմա 100 տարին անցել է եւ այլն, ինչ որ որոշ հանջարը գլուխներ այդպես ասում են։ Կա վտանգ, որ կմոռացվի։ Այդպես եթե քաղաքականություն լինի պետական, ինչ որ հիմա են անում դասագրքերի միջոցով պաշտոնական հայտարարություններ եւ գործողություններ, իհարկե կա այդպիսի վտանգ։ Եվ այսօր ցանկանալի որ ուսուցիչները եւ ծնողները, հատկապես երիտասարդներին, որոնք ազատ են, գիտեք, չես կարող պարտադրել, իրենք փորձում են փախչել այդ ամեն ինչից, բայց տարիների ընթացքում, ասենք 30-40 տարեկան ընթացքում սկսում ես հետաքրքրվել այդ ամեն ինչը։ Դա բնական ընթացք երեխաներին երիտասարդության եկեք դնչկալ չդնենք, էլի, որ անպայման խոսեն, դրա մասին անդրադառնան։ Իրենք թողեք իրենց երիտասարդ տարիները վայելեն։ Բայց այսօր տեսեք ԿՊ-ն թիրախավորված աշխատում է երիտասարդությունը, ուզում է մաքրի այդ ամեն ինչը։ Այդ թմբուկ եւ այլն երիտասարդներին համերգը հիմա որ դնում են։ Դմդմփուն։ Այո, այդ ամեն ինչը խորոված պարտին եւ այլն, դա մոռացության գործիքներն են։ Բայց դա աշխատում է, ամբողջ բանն էլ է դա։ Որովհետեւ դու չունես մտավորականություն, չունես գիտությունների ակադեմիայի գիտաշխատողներ, համալսարանական դասախոսական կան, որը դրա դեմ աշխատի։ Մեկ անձով հայ ես կարող եմ անդադ խոսել, բացահայտել, քարոզել, բայց մեկ անձով ոչ մի բան չի ստացվի։ Ուրա միահամոռությունը 88 թվականի։ Այս հարցը թողեք ռետորական ընչի։ Խորհրդային միության դասիրակած հասարակությունները դրա համար այդպես եղավ, թե հայ ժողովուրդներ Խորհրդային միության այդպեսին դպրոցը տվեց այն հայրենասիրությունը նաև, թեկուզ եւ մեկ էլ ենք երկում Լենին պապի մասին, ինչ, բայց մենք ստացանք կրթություն, որի մեջ կար այն միջուկը, այն միջուկային էներգիայի այն միջուկը, որը 88 տվեց, որը հաղթանակ տվեց, գիտակցում տվեց, հա, որ հետո բռնաբարվեց, դա ուրիշ պատմություն է, այլասերվեց, որովհետև գիտեք ինչ ֆինանսական առաջի վերաբաշխումներից հետո այդ ամբողջ ազնիվ գաղափարները, այդ գաղափարախոսությունները այլասերվեցին։ Դա ուրիշ դաս քաղելու նյութ է։ Բայց կրթվյալ սերունդը, որը խորհրդային դպրոցը ավարտել էր, այդ տղաները գնում էին նաև այդ խորհրդային դպրոցից, չէ, խորհրդային բանակ ավարտած տղաներն էին գնում կռվում։ Եվ այս երիտասարդությունը իրենց մեղադրանք չեն կարող տալ, որովհետև ինքը արդեն տվել է շատ ծանր գին 2020-21 թվականի ծնվածները շատ ծանր գին են տվել։ Ես ցանկանա, որ հաջորդիվ եկող սերունդը մոռանար այդ տղաների եւ 90-ականների զոհվածների եւ 44-օրյա պատերազմի զոհվածներին եւ խապտնվեր այսպիսի խորովածային ծխի եւ թմբուկների հարվածների շլացուցիչ վիդեո, այսպես ասած, դրոնային շոուների տակ։ Այդ հիշատակը պետք է վառ պահել, որովհետեւ դա թանկ բան է զոհաբերվել բոլորիս համար։ Եվս մի կարևոր հարց նախորդ թեմայի հետ կապված, մենք խոսեցինք ադրբեջանական ծրագրերի, թուրքական սպառնալիքի, ցեղասպանության նոր վտանգի մասին, իհարկե գիտական վերլուծության մեջ կարևորը իրական վիճակը գնահատելը, գնահատական տալը, վերլուծելը, բայց դրա մեջ նաև մտնում է կանխատեսում անելը եւ հակազդել լուծումներ առաջարկելը, որովհետեւ կարծում եմ, որ կհամաձայնեք, որ հիմնականում ենք դարձել ենք այսպես իրական գործընթացներ, փաստեր գնահատող, բայց լուծումներ շատ քիչ է առաջարկում, ինչպես դրան կարելի է հակազդել։
Երեք լուծումները մի օրինակ ընդամենը կարող եմ բերել, ոչ սրանց օրոք։ Նիկոլ Փաշինյանը չմոռանանք 2019-ին ստորագրեց Հայաստանի Հանրապետության ռազմավարական անվտանգության հայեցակարգը։ Բոլոր գործողությունները ի հագադրում են այդ հայեցակարգի, որի առաջաբանը ինքն է գրել ստորագրել։ Բոլոր գործողությունները Հայաստանի Հանրապետության շուրջ նոր վտանգներ եւ մարտահրավերներ ստեղծել։ Այդ խոսածող գլուխները սան չեն անդրադառնում, ոնց անդրադառնաս, փաստա տեքստը գրված, արվում է ճիշտ հակառակը։ Չեն անդրադառնում դրան, որովհետեւ զերոտու չի ճշմարտությունը տեսնել, աչք կա ծակում, չէ՞ ճշմարտությունը։ Եվ լռում են նաեւ այն մարդիկ, ովքեր համահեղինակ են այդ տեքստի։ Գիտությունների ակադեմիայից, որը մեկի ձայնը չկա, որ բան վարչապետ, բա հակառակն է կան, բա ուր Արցախը, բա ուր երաշխավորի ինստիտուտը, այդ ամեն ինչ։ Այսօր ջահերով երթն է լինելու եւ տարի ավելի massայական է լինում, եւ ավելի շատ երիտասարդներ են դրան մասնակցում, դա պատվաբեր է, դա ժամանակակից է, դա ճիշտ է, սա չի նշանակում արդյոք, որ ցեղասպանության հիշողությունը գնալով ավելի ամրապնդվում, ոչ թե մոռացվում է։ Ուզական եթե չտրվեմ հույզերին, դա նաեւ շատերի համար ուղղակի մասնակցության ինչ-որ մի բան է, չեմ ասում, որ ինձ համար կարևոր չի ցեղասպանության հիշողությունը, բայց մասնակցում են, որտեղ բոլորը մասնակցում են, այդ սկզբունքն է կա։ Բայց ես գիտեմ, որ երիտասարդության շրջանում գիտակիցները կան, եւ ես կուզենամ այս տարվա ջահերով երթը շատ կարևոր մի ժամանակապոլում ենք ապրում, դա լիներ մերժելու ջահերի երթ, մերժելու ցանկացած փորձ ցեղասպանության հիշողությունը մոռացության տալու, մերժելու են անձանց, ովքեր լծվել են հիշողությունը մոռացության տալու անպատվաբեր գործին, մերժելու են անձանց, ովքեր անթակույց եւ ստորաբար ծանակում են զոհերի եւ վերապրողների հիշատակը։ Մերժելու նկատի ունեք երևույթներ, անձանց եւ անգրագետ գաղափարախոսություններ, որ հրապարակ են նետվում պարբերաբար։ Եվ իմ ամենավերջին հարցը հայոց ցեղասպանության մեծ եղեռնից որևէ դրվագ, որևէ իրադարձություն, ես գիտեմ թե ինչպես եք դուք տիրապետում բոլոր արխիվներին, փաստերին, որը մեզ կվերադարձնի այդ սարսափելի ժամանակաշրջանը եւ պատկերավոր ավելի լավ մեր հանրությունը լսանը կպատկերացնի, թե ինչ է տեղի ունեցել 15-18 իհարկե մինչև այդ էլ էր արդեն սկսվել, չէ՞, կոտորած, այսինքն մենք 15 թվական ենք խորհրդանշականորեն նշում, բայց եղել են Համիդյան ջարդեր եւ սկսվեց պատերազմը 15-22 թվականներին ամբողջ այդ կոտորածը ցեղասպանություն տեղի ունեցել։ Մի հետաքրքիր բան ասեմ, որը միշտ երկակի զգացումով եմ հրապարակում, միշտ երկակի զգացում ունեմ, երբ որ այդ թեմային անդրադառնում, երբ որ հայտնաբերում եմ անհայտ լուսանկար, նյութ, որը բացառիկ է եւ անհայտ է, այսինքն նոր հայտնագործություն է։ Եվ երկակի զգացումը ո՞րն է, ուրախանում ես, որ գտնես, նաեւ տխրում ես, որովհետեւ թեման ուրախության առիթով չի, որ հայտնագործել ես դա։ Տեսեք, այս տարվա առաջի շաբաթը, ապրիլի առաջի շաբաթը բացառիկ էր նրանով, որ ես եթե չեմ զբաղեցնում որևէ պաշտոն, հա, թանգարանի տուն, դա չի նշանակում, որ ես չեմ զբաղվում հավաքչական աշխատանքով, բացահայտումներ չեմ անում դրսում, աճուրդներից նյութեր չեմ գնում, այստեղ բացահայտումներ չեմ անում, հետազոտությունները կատարում եմ անընդհատ իմ մոտ։ Եվ այս տարվա առաջի շաբաթվա ընթացքում շուտով կհրապարակեմ այդ նյութերը, մեկ շաբաթվա ընթացքում գտա անհայտ գիրք, որը տպվել էր հոլանդերեն լեզվով, վեբ է, Հակոբ կոչվում է, Համիդյան կոտորածների վերաբերյալ։ Արդեն Շվեյցարիայից ստացա աճուրդից գնել է 2 թերթ հայ որբերի նվիրված թերթ, պարբերական է եղել հայ որբերի հետ կապված։ Շվեյցարիայում լույս է տեսել 1897 թվականին 2 նմուշները արդեն Երևանում է եկավ բարեբախտաբար եւ ազգային գրադարանում հետազոտական աշխատանք իրականացնելու ժամանակ լուսանկարչական ֆոնդում գտա 6 բացառիկ լուսանկարներ հայ գաղթականների, որոնք նույնպես Համիդյան մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր եղավ 3 այսպես տարբեր նյութեր, տարբեր բովանդակություն ունեցող նյութեր, բայց 3-ն է անդրադառնում են Համիդյան կոտորածների դրվագին։ Ուրեմն աշխատանք դեռ կա հիշողությունը վառ պահելու, ուսումնասիրելու, հետևություններ անելու եւ բացառելու ցանկացած փորձ հայոց ցեղասպանության հիշողությունը մոռացության տալու, եղեռնի զոհերին եւ վերապրողների հիշատակը ծանակելու 90-մանոցների ուղղությամբ։ Դրանք դատապարտելի են։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Խնդրեմ։ 168-ի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք զրուցում էինք Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ։ Կհանդիպենք։